պատկերացնում եք Շիվայի տաճարի մոտ հենց 108 համարի սենյակն է մեզ բաժին գալիս։ Ասեք, որ magic չի։ Для Индии это шик. Тируванамалай блестит чистотой. Ой, там столько красоты. Света говорит, что ей нравится босиком. Очень нравится. Какие Очень ощущения? Ощущение живости. Есть такое, что я живая. Да, живости. Присутствие. Для меня как будто я в присутствии. Доверие, потому что без доверия ты не знаешь под следующий шаг, что попадется. Вот тотальное доверие у меня такое я ощущение. ощущаю полноту жизни, чувств, вкусов, ощущений, вообще всего. А ничего, что многие не поймут, вообще не поймут, как можно по Индии гулять босиком. Да и мы завтра решили гору пройти босиком. Ну, Света так решила, я пока подумываю об этом, если честно. Пока подумываю. Поделимся все, как прошло. Да. Обезьянка меня уже укусила. Ինչ սկսվում է մեր էքսպեդիցիոն ուղևորությունը Տիրուվանամալայ հատվածում, որտեղ գտնվում է Ռամանա Մահարիշի աշրամը, որտեղ գտնվում է Սուրբ Արունաչալա լեռը, որի շուրջ պատրաստվում ենք պտույտ կատարել վաղ առավոտյան, իսկ հիմա գտնվում ենք կրակի տարերքի տաճարում։ Առավոտյան վաղ մեզ մեր հյուրանոցից ուղեկցեցին դեպի այս տաճար Վոտաբոբիկ, ասեցին կոշիկների զուր մի տարեք ճանապարհին կկորցնեք, ու մեր ողջ օրը անցավ Վոտաբոբիկ, ու փորձառությամբ կիսվեմ, որ Վոտաբոբիկ քայլելը մի այլ տիպի հաճույք էր, ոնց որ ողջ մարմինդ ներսից երգեր ու ասեր ախին փոքրիկ ոտիկներին, հարկավոր չէ կոշիկ, ու ինչքան քիչ բան է մեզ հարկավոր հիրավի առողջ ու երջանիկ ապրելու համար։ Սովորել սիրել ինքդ քեզ եւ սիրել աշխարհը քո շուրջ եւ քո ներսում ընդհանրապես թվում է թե ինչ բարդ բան կա որ բայց կարելի է մի ողջ կյանք ապրել անգամ չգիտակցելով այդ ամենի կարեւորությունը։ Մենք իհարկե վայելում ենք կրակի տաճարում ամենակնդարթը, այստեղ ինչ կտեսնեք, ինչ պատկերներ, ինչ սիմվոլներ, իրանք յուրաքանչյուրը իր խորհուրդը ունի։ Այստեղ արդեն Տիրուվանամալայ քաղաքի հետ է ծանոթանում, ինքը հայտնի ուխտատեղի է, որտեղ ամեն օր, օրը 24 ժամ գալիս են ուխտավորներ, որոնք պտտվում են Արունաչալա Սուրբ լեռան շուրջ, այստեղ անգամ գիշերը կյանքը եռում է, մենք երբ ուզում ենք, փորձում ենք գիշերը քնել, մարդիկ արդեն պատրաստվում էին գիշերվա 12-ին մեկին իրենց պտույտը սկսեին, բարիկրամ է կոչվում։ Сейчас показываю наш VIP тук-тук. Наша машина уже более навороченная. Это Света, наша принцесса, королева, уже взрослая. Вот наш багажник. Это шкаф Светы. Այս ուղևորությանը ես ընդհանրապես փոքրիկ ձեռքի ճամփրուկով էի մեկնել ինքս ինձ ապացուցելու համար, որ Հնդկաստանում քիչ բան է հարկավոր երջանիկ ու ապահով ապրելու համար։ Այստեղ արդեն ձեզ ցույց եմ տալիս մեր Ռամանա Մահարիշի աշրամի կեցության սենյակը, որից բավականին տպավորված ենք որպես աշրամային կացարան։ Մեզ շատ սիրով ու հոգատարությամբ ընդունեցին այս աշրամում, տրամադրեցին եղածներից, լավագույն սենյակներից մեկը։ Աշրամում практикаները սկսվում են առավոտյան վաղ։ Мы со Светой нарядились на... Сейчас у нас ужин, Света?
ланч. Ланч в ашраме Романа Махариши. Нам предоставили реально очень красивые чистые номера в ашраме. Это как будто волшебный подарок от самого мастера. Это мечта попасть в этот ашрам, который прямо у подножия горы Аруначала. Мы планируем сегодня еще посидеть, помедитировать в пещере Романа Махариши. Все прекрасно. Ашրամի նկարահանել չի կարելի, շատ տեղերում հիմնականում արգելված է։ Հիմա մեր ճաշի ժամն է Ашրամում, մենք չենք նկատել, որ հերթ է պետք պահել, գիծը պահում ես և կրում ես դեպի ճաշելու սենյակ։ Շատ հետաքրքիր պունկտուալ է այստեղ ամեն ինչ, շատ հանգիստ է ու շատ մաքուր, շատ իսկական ռեստարտի տեղ։ Գիտեմ, որ շատ քաղաքակիրթ մարդկանց մոտ հիմա մի տեսակ մերժման զգացում կգա, թե ոնց կարելի է այսպես ծնվել, մարտահրավերային է, բայց երբ որ խաղը ընդունում ես, վայելում ես ու տեսնում ես ինչ համով է։ Шагаем пешком один где-то 2 километра к ашраму Романа Махариши в пещере, где он медитирует. Эта женщина нам показывает путь, а путь сразу из ашрама Романа Махариши открывается к пещере. Այստեղ արդեն Արունաչալա լեռան կիսաբարձրությունից տեսնում ես գրակի տաճարի ճարտարապետությունը, հայացք վերևից։ Իսկ սարը, որի վրա կանգնած եմ, ինքը սրբություն է համարվում և հենց ասում են նա շիվան է, որ կա էներգետիկ առումով ինքը շիվան է, որտեղ ժամանակին երիտասարդ հասակում 14-15 տարեկան հասակում լուսավորվելով Ռամանա Մահարիշին թողնում է իր տունը և գալիս այստեղ քարանձավում նստում անշարժ մեդիտացիայի։ Ռամանա Մահարիշին այն լուսավորյալ էակներից է, ով միտում չի ունեցել դպրոց ստեղծի, ուղղություն ստեղծի, ինքը պարզապես եղել է։ Ու պարզապես մարդիկ զգալով նրա թրթիռը եկել նստել են իր մոտ, փորձել են ընկղմվել այդ էներգիաների մեջ և այդպես որոշակիորեն նրա համբավը և անունը տարածվել է խոսքից խոսք փոխանցվելով։ Հիմա կադրում Ռամանա Մահարիշի մոր սենյակն է, իմ ամենասիրելի սենյակներից մեկը, որտեղ մեդիտացիա անելը մի այլ տիպի հաճույք էր, չեմ կարող ասել ինչի հետ էր կապված, բայց այդ սրտաբացության էներգիան այդտեղ լավ առումով վխտում էր իր առատությամբ։ Մայրը գալիս է Ծիրուվանամալայ հոգ տանելու իր զավակին, ով լուսավորվելով տեղափոխվում է այստեղ, ինչպես կրկնեցի, և հիմա նստած ենք նրա քարանձավի առջևի բակում, այստեղ կոչվում է քարանձավը օմ, մուտքը այստեղից է, և որտեղ եթե ճիշտ խոգման մեջ ընկնես, կլսես օմ տիեզերական թրթիռը։ Եթե դեռ չգիտես ով է Ռամանա Մահարիշին, խորհուրդ կտամ ուսումնասիրես, քանի որ նա իր դարաշրջանի, անցած դարաշրջանի լուսավորագույն էակներից մեկն է եղել։ Նրա հետքով են գնացել շատ իմաստուն մարդիկ, նրա հետ հանդիպման են գնացել ժամանակակից հոգեբանության նախահայրերը, հիմնադիրները, նրա հետ հանդիպման հատուկ Հնդկաստան եկել է Յունգը, այդ ուսուցչի ազդեցությունը շատ մեծ է եղել, արձագանքները այն աստիճան են ընկղմված մեր կյանքի մեջ, որ մենք ակունքը շատ ժամանակ կորցնում ենք, թե որտեղից է եկել։ Ինձ համար այդ ուսուցիչը թանկ է նաև նրանով, որ իմ անմիջական ուսուցիչն է եղել,
Եվ այդ առումով ես ինձ տանն էի զգում, որպես արժանի դուստր ու տարածություններ այդպես արձագանքում, իրավիճակները, իրադարձությունները այնպես էին դասավորվում, ասես վաղուց սպասված հարազատ աղջիկն ա տուն եկել ու սիրով ընդունումը տեղի ունենում, եւ նաեւ ես ինքս մեծ սիրով ու կարոտով ասես հայրական տուն վերադարձած լինեի, ուսուցչի տուն։ Ռամանա Մահարիշին գտել էր կարևորագույն հարցի թանկագին պատասխանը. ով եմ ես։ Իսկ թե ինչպես պտտվեցինք Արունաչալա Սուրբ Լեռան շուրջ առավոտյան վաղ ժամը 3:30-ից սկսած, կիմանաս հաջորդ տեսահոլովակում։ Իդեպ որ հասկանաս, այս ընկերուս հետ մենք տարբեր վայրերում լավագույն ռեստորաններում հասցրել ենք սնվել եւ Չինաստանում եւ Հայաստանում լավագույն վայրերում ամենահամեղ սնունդը, բայց միշտ մեզ համար ամենաթանկագինը այս օրերին միասին հատակին նստած մատերով կերած սնունդն է։ Միշտ ջերմությամբ ենք հիշում, ասես այս պահին ոչ թե մեր մարմինն է սնվում, այլ մարմինն ու հոգին միևնույն ժամանակ։